Վերջին տարիների զարգացումները մեզ կանգնեցրել են լուրջ մտահոգության առաջ։ Հասարակությունում աստիճանաբար ձևավորվում է մի իրականություն, որտեղ հայրենասեր մարդիկ մեկուսացվում են, համարձակ մարդիկ լռեցվում են։ Սա վտանգավոր ուղի է, որովհետև առանց ազատ խոսքի, առանց ճշմարտության եւ առանց պատասխանատու քաղաքացիների պետություն լինել չի կարող։ Այս ամենի արդյունքում ինչ ստացանք։ Ստացանք պետական համակարգ, որտեղ լավագույնները հեռանում են եւ մնում են հնազանդները։ Համակարգ, որտեղ արժևորում են ոչ թե տաղանդը, այլ ստորաքարշ հավատարմությունը։ Համակարգ, որտեղ առաջխաղացումը կախված է ոչ թե քո ունակությունից, այլ քո հաջողանալու կարողությունից։ Այս աբսուրդը պետք է վերջանա։ Գալիս է նոր ժամանակ, ժամանակ, որտեղ իսկական հայրենասերը ոչ թե մի մարդու ետևից է գնում, այլ գաղափարի, եւ այդ գաղափարն է ուժեղ Հայաստան։ Մենք պարտք այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր համարձակվեցին խոսել եւ տուժեցին դրա համար։ Մենք պարտք ենք այն սպաների նկատմամբ, ովքեր պատերազմում պաշտպանեցին մեր սահմանները, իսկ հետո անարդարացի մեղադրվեցին։ Մենք պարտք ենք այն լրագրողների նկատմամբ, ովքեր փորձեցին պատմել ճշմարտությունը եւ դրա համար կորցրին իրենց աշխատանքը։ Պարտք ենք այն ուսուցիչների, բժիշկների, գիտնականների նկատմամբ, ովքեր չխաբվեցին բարձր պաշտոններով եւ մնացին հավատարիմ իրենց սկզբունքներին։ Հայաստանը հզոր ներուժով երկիր է, որը դիտավորյալ թուլացվել է նենք կառավարիչների պատճառով, եւ Հայաստանը ուժեղ կլինի այն ժամանակ, երբ հայրենասեր մարդը ազատության մեջ կլինի, ոչ թե կհալածվի։ Մենք պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որտեղ համարձակությունը պարգևատրվում է, ոչ թե պատժվում։ Ուրքեր չեն վախեցնում քո կարծիքի համար, այլ հարգում են։ Այնպիսի Հայաստան, որտեղ հայրենասիրությունը չափվում է գործով, ոչ թե քարոզչական կարգախոսներով։ Հայաստան, որտեղ ճշմարտությունը խրախուսվում է, ոչ թե խեղաթյուրվում։ Ուր կարող ես ասել այն, ինչ տեսնում ես առանց վախենալու եւ հետևանքների։